1991-ին Ստեփան Լուսիկյանի պարտիտուրի ստեղծումից 34 տարի անց «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը վերադարձավ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մեծ բեմ, շքեղ, բազմամարդ ու գունեղ մի ներկայացում, որն ամբողջությամբ կառուցված է Պարարվեստի պետական քոլեջի սաների ներուժի վրա։ Բեմադրության եւ լիբրետոյի հեղինակ քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանը փաստում է. նախաձեռնությունն օպերային թատրոնինն է եւ այսպիսի գործակցության արդյունքում արդեն ուսանողական տարիքից սաները ներգրավում են օպերայի ստեղծագործական ծրագրերում։ Այս ներկայացման մեջ զբաղված են 70-ից ավելի սաներ, երկու տարբեր բաժնից՝ դասական եւ ժամանակակից, եւ այս հնարավորությունը որ մեր սաները այսօր ունեն տարին 20 ներկայացումից ավել խաղալ օպերային թատրոնում, սա միայն նպաստելու է մեր երեխաների կրթության զարգացմանը։ Նման աշխատատար ու բարդ ներկայացման նախապատրաստական ու բեմադրական աշխատանքը իրականացվել է առավելագույն կարճ ժամանակահատվածում։ Մայստրո Աթանես Առաքելյանը բարձր է գնահատում համերաշխության եւ կատարյալ փոխըմբռնման այն մթնոլորտը, որում աշխատել են նվագախումբն ու արտիստական կազմը, եւ իհարկե չի մոռանում ընդգծել Ստեփան Լուսիկյանի երաժշտության ոգեշունչ ազդեցությունը։ Նույնպիսի սիրով վերաբերվեցին հիմա երաժշտությանը։ Իհարկե մի քիչ մեկնաբանությունը փոխվեց, դարձավ արդեն ավելի այսօրվան համահունչ արդիական, մեծ սիրով մեր նվագախումբը նվագեց, մեծ սիրով, լինելով այդպես ծանրաբեռնված, բայց այնքան սիրով էին մոտենում այդ երաժշտությանը, որ կարծում եմ, որ մեր նվագախումբը գտնվեց իր բարձրության վրա։ Դեռ 1991-ի ապրիլին Լուսիկյանի երաժշտությամբ «Ճպուռն ու մրջյունի» առաջին բեմադրությունն իրականացրել է խորհրդահայ բալետի մեծանուն բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։ 3 տասնամյակից ավելի ընդմիջումից հետո Դավիթ Գալստյանը որակապես նոր հեղինակային մոտեցում է որդեգրել, մեկ ներկայացման մեջ համադրելով ժամանակակից պարի ու դասական բալետի էլեմենտները։ Բալետմայստերը վստահ է, որ այս մոտեցումը մեծապես կնպաստի պարողների մասնագիտական վարպետության եւ մրցունակության բարձրացմանը։ Բեմադրված էր երկու ձեռագրով, ժամանակակից եւ դասական պարով, որը կարծում եմ շատ հետաքրքիր կոնտրաստ է եւ կարծում եմ շատ հետաքրքիր է ստացվել հենց այդ համադրությունը։ Եթե մենք ուզում ենք ունենանք այսօրվա պահանջներին համապատասխան շրջանավարտներ, այսօր բալետի արտիստը պետք է տիրապետի եւ դասականին, եւ ժամանակակիցին, եւ այլ տարբեր պարային ոճերին, որպեսզի ինքը լինի մրցունակ դերասան։ «Ճպուռն ու մրջյունը» բալետի պրեմիերայով Երևանյան օպերային թատրոնն ու Պարարվեստի քոլեջը գործակցության նոր փուլ են ազդարարում։ Առաջիկայում կստեղծվեն նոր համատեղ մանկական բալետային ներկայացումներ, որոնց անունները սակայն դեռ չեն գաղտնազերծում։ Նոնե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։